Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Մեր եթերը շարունակվում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է եւ նա այսօր իր սոցցանցում Facebook-յան իր էջում մի գրառում է կատարել, որը հիմա ես կընթերցեմ, որից հետո մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր վերլուծությունը։ Նայում եմ ու մտածում. լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառից բուն իմաստով դեֆիցիտ։ Կառուցող նորոգողի հետևից ջարդող փչացնողի խիստ պակաս կա, բառից բուն իմաստով դեֆիցիտ։ Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր. եթե էստոնացի աշակերտին հարցնես, որն է քո տունը, կպատասխանի Էստոնիան։ Գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ խոսք, բավականին հետաքրքիր գրառում է, որը ես այսպես կհասկանամ եւ կբնութագրեմ, հերթական անգամ իր մեջ պարունակում է քննադատություն վարչապետի կողմից մեր բոլորիս հասցեին, հայ ժողովրդի, մեր հասարակության հասցեին, որ մենք չենք պահպանում մաքրությունը։ Գիտեք, Երևանի փոխքաղաքապետերից մեկը այսպես է բնութագրել երևանցիներին։ Նա ասել է, երևանցիները խոզ են։ Եթե ինչքան էլ աշխատողները, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները քաղաքը մաքր են, երևանցիները խոզ են, երևանցիները կեղտոտում են։ Ես հիմա չեմ վիճելու փոխքաղաքապետի հետ եւ չեմ պնդելու, որ երևանցիները խոզ չեն։ Եվ չեմ պնդելու, որ երևանցիները խոզ են, բայց այնուամենայնիվ կա նաև խնդրի երկրորդ կողմը, որի մասին լռում է եւ Երևանի փոխքաղաքապետը եւ մեր հարգարժան վարչապետը։ Դա իշխանության գործելավոճն է եւ գործելակերպն է։ Որքանով է իշխանությունը նպաստում պայմանական, որ պայմանական երևանցին խոզ չլինի։ Ինչ է անում դրա համար իշխանությունը։ Եթե օրինակը բերվում է Էստոնիայի վրա, ես կարող եմ նշել, որ Էստոնիան միշտ էլ եղել է Եվրոպա, Էստոնիան ինչ-որ մի թյուրիմացության արդյունքում 40-ականների սկզբին հայտնվել է Խորհրդային Միության տարածքում, Սովետական Միության կողմից անեքսիայի տեղի ունեցել եւ ամբողջ 3 Բալթյան հանրապետությունները բռնազավթված են եղել եւ բռնակցվել են ԽՍՀՄ-ին։ 70 տարի այդ ամենը տևել է, հետո նորից ստացել են անկախություն եւ վերադարձել են իրենց բնականon կյանքին եւ զարգացման ընթացքին։ Էստոնիան եվրոպական երկիր է, իսկ էստոնացիները եվրոպացի։ Դրանից բոլոր բխող, հետևանքներով։ Ցավոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայը, ժողովուրդը եվրոպացի չէ։ Չնայած մենք շատ ենք ուզում դառնալ եվրոպացի։ Օրինակ ես ձայներ ենք հավաքում, փորձում ենք, որ Հայաստանում լինի օրենք, որը Հայաստանի անդամակցությունը Եվրոպայում հնարավորինս ավելի մոտեցնի, այդ հեռանկարը։ Փորձում ենք տանել ինչ-որ աշխատանքներ, փորձում ենք անել այնպես, որ մենք չլինենք խոզ, այլ լինենք ժողովուրդ, որը ուզում է դառնալ ազգ։ Հիմա ես վերջերս նոր մի բնութագրում է հայտնվել, ըստ որի մենք արդեն այլևս ժողովուրդ չենք, մենք բնակչություն ենք, բնակչություն, որը ապրում է այս երկրում։ Այն դեպքում, երբ որ նորից ցիտեմ պարոն Փաշինյանին, Էստոնիայում, երբ որ դու աշակերտին հարցնում ես, որն է քո տունը, նա պատասխանում է Էստոնիան։ Հայաստանը մեր տունը չի։ Ցավոք։ Հայաստանում ոչ բոլորը իհարկե կա հասարակության մի զանգված, որը դիտարկում է, իդեպ ճակերտավոր քաղաքական էլիտան է այդ զանգվածի մասը, որը դիտարկում է Հայաստան ինչ-որ ժամանակավոր մի տեղ, որտեղ նրանք հանգրվանել են, փող են աշխատում,
գրդոն են անում կներեք արտահայտության համար, իրենց լեքսիկոնով խոսեն, որ բարձ դառնա։ Եվ հետո երբ որ ժամանակը գա փախնելու, մենք սովորենք չէ փախնել, սիրում ենք փախնել։ Պահեստային աերոդրոմներ ունեն, դից կթողեն կգնան այնտեղ։ Եվ այդ մարդիկ իրենց երեխաներին չեն սովորեցնում, մեր դպրոցում չեն սովորեցնում, որ մեր բոլորի տունը, մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է եւ այլ հայրենիք մենք չունենք։ Մեստից հարց է առաջանում. ով է այդ ամենի համար պատասխանատու։ Այդ ուսուցչին ով պիտի հրահանգի, որ նա այդ աշխատանքը տանի։ Նախարարությունը չէ, իսկ նախարարությունը ով պիտի հրահանգի։ Իսկ ով պիտի արգելի երևանցիներին եւ այլ քաղաքների եւ գյուղերի բնակիչներին լինել խոս։ Ով պիտի այդ մեքենան աշխատեցնի, որը կոչվում է պետական ապարատ։ Ես նորից եմ ասում, Էստոնիայի հետ համեմատվելը շատ լավ բան է։ Բայց Էստոնիայում այս ամենը, ես չգիտեմ անդե ինչ օրենքներ է, ես չեմ եղել ցավոք։ Պարոն Փաշինյանը երևի ավելի լավ կպատմի։ Այդ ամենը բնականon է։ Այդ մարդկանց մոտ կա մշակույթ։ Նրանք չեն ուզում լինել խոս, որովհետև հասկանում են, որ գետնին աղբ թափելով դու առաջին հերթին չես հարգում քո երկիրը, քո հայրենիքը, Էստոնիան։ Երեխաները հոյզուր չեն ասում, չէ՞, մեր տունն է։ Դու քո տան աղբ չես թափում։ Իսկ մեզ մոտ տունը դա օջախն է։ Ու 1000 անգամ խոսել ենք այդ թեմայով։ Օջախից են կողմ, օջախը դա պատերի ներսում է։ Բնակարանի, սեփական տան, հա։ Դրանից են կողմ այդ աստիճանավանդակը։ Դա արդեն օջախ չի, դա հայրենիք չի, դա քո տունը չի։ Մեզ մոտ այսպիսի պատկերացումներ կան։ Հիմա հարց է առաջանում. ով պիտի այս ժողովրդի ուղեղի մեջ ներարկի այն միտքը, որ սա ոչ թե օջախ է պատերի ներսում, այլ այս ամբողջը քո հայրենիքն է։ Հայկական դպրոցի աշակերտի ուղեղի մեջ ով պիտի այդ միտքը ներարկի։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը իր բոլոր նախարարություններով, գերատեսչություններով, պետական ապարատով եւ իշխանությունով եւ հայտնի երկաթյա պողպատե, չգիտեմ, մանդատով։ Տվել ենք չէ՞ այդ մանդատը ձեզ։ Բա ինչ Էստոնիա։ Էստոնացիները ճանապարհը 100-ամյակի ընթացքում են անցել։ Նրանց որևէ մեկը չի ստիպել դա անել։ Իսկ մենք ունենք մի հասարակություն, որը այդ բնականon ընթացքով, որպեսզի դրան հասնի, մեզ 100-ամյակներ են պետք, որոնք մենք չունենք։ Որովհետև այսօր փողոցում աղբ թափելով մենք երկիրը քանդում ենք ներսից։ Որովհետև աղբ թափողը չի համարում, որ այս երկիրը իր հայրենիքն է։ Եվ հետևապես պատրաստ չի այս երկիրը ատամներով պաշտպանել։ Կապը շատ ակնհայտ է։ Շատ ակնհայտ է։ Եվ ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը դա շատ լավ հասկանում է եւ գիտակցում է։ Այստեղ չպետք է լինի որևէ թյուրիմացություն։ Հիմա հարց է առաջանում. ինչու այս ամենը մեր երկրում չի իրականացվում։ Եթե դա հնարավոր չի անել, այսպես ասեմ, բնական ճանապարհով, այնպես ինչպես դա արվել է Էստոնիայում, որտեղ մենք այդ ժամանակը չունենք։ Հարևանները կանգնած ատամները սրած մեզ են սպասում, մեր հերթական սխալներին։ Որն պետք է անել այդ ճանապարհով։ Որ ճանապարհով։ Պետական կառավարման միջոցով։ Օրենքներով։ Պետք է ընդունվեն օրենքներ, եթե դեռ չեն ընդունվել։ Ընդունված օրենքները, արդեն ընդունված օրենքները պետք է կատարվեն։ Ով պիտի այդ ամենով զբաղվի։ Եթե Երևանցին խոզ է եւ աղբ է թափում, այդ Երևանցուն պետք է պատժես։ Ինչպես պատժես։ Չես տանի հնստեցնես։ Պետք է տուգանքներ գրես դրա համար։ Հազարավոր ոստիկանները, որ փողոցներում ման են գալ, ես չգիտեմ իրենք ինչով են զբաղված։ Ես բացատրությունը չունեմ։ Պետք է քաղաքացուն բռնեն, ակտը կազմեն, թուղթը տան իրեն, ասեն գնա մուծի։ Եթե չես մուծելու, հետո կրկնապատկվելու է, եռապատկվելու է, վերջում էլ ավել է տալու են ձերով, ասեն գնա փողոցները մաքրի։ Սա է ճանապարհը։ Ամբողջ աշխարհում այսպես է։ Դեռ գնում եք Դուբայ, Սինգապուր, հիանում եք այդտեղ, ասում եք ի՞նչ մաքուր է։ Բայց տենց է լինում, որ մաքուր է։ Եվ իհարկե ամենակարևորը այդ աղբը պետք է հավաքել։ Որովհետև այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ։ Աղբահանությունը Երևանում պատշաճ վիճակում չի գտնվում։ Շատ վատ վիճակում է։
ամիսներով կան տարածքներ, այդ թվում կանաչ տարածքներ, այգիներ, որոնք ուղղակի չեն մաքրվում։ Հիմա տնենք մի կողմ, որ այդ կեղտոտողները շատ են, հա իրոք դա այդպես է, բայց նաև այստեղ քաղաքապետարանը ունի մեծ անելիքներ։ Ընդհանրապես ամբողջ Հայաստանի մակարդակով պետք է մեծ աշխատանք տարվի։ Դա էլ խնդրի մի մասն է։ Այնպես որ ոնց էլ գնանք, ոնց էլ գնանք Թալին, գնանք Էստոնիա, հա, ինչ օրինակներ վերենք, դա պատասխանատվությունը ձեր վրայից անձամբ, պարոն Փաշինյան, չի հանում։ Եվ ձեր կառավարությունից։ Որովհետև այս ժողովրդին խելք սովորեցնողը պետք է դուք լինեք, որովհետև դուք ստանձնել եք ձեր վրա այս պատասխանատվությունը։ Իսկ եթե դուք դա չանեք, երևանցիները շարունակելու են մնալ խոս, Երևանի դպրոցներում մեր երեխաներին չեն սովորեցնելու, որ իրենց տունը կոչվում է Հայաստան, այլ ոչ թե օջախ, որը գտնվում է պատերից ներսում։ Այսօր Աղդամը մեր հայրենիքը չի, վաղը Հադրութը մեր հայրենիքը չի, հետո Ստեփանակերտը մեր հայրենիքը չի, ես կարող եմ շարունակել, բայց դա չեմ անի։ Սա պիտի արվի։ Այդ աղբից սկսած, այսինքն բարձրանում է պրոգրեսիվ եւ հասնում է միջև պետականության հիմքերը։ Սա լուրջ խնդիր է, որը ունի լուծում։ Ես նորից եմ ասում, Էստոնիայի ճանապարհով մենք չենք կարող գնալ, դա բացառվում է։ Ես շատ եմ սիրում ժողովրդավարությունը։ Ես շատ եմ սիրում մշակույթը, երբ որ մարդկանց մեջ կա մշակույթ եւ նրանք այդ ճանապարհով, հա, բնականոն ընթացքով դա այդ ամենը զարգանում է։ Այդ բնականոնը մենք չենք կարող անել, ժամանակ չունենք։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հանգամանք է, որ այս մեր պետական ապարատը վերջապես սկսի աշխատել եւ մենք այս խնդիրները, որոնք շատ ճիշտ եւ արդարացի մատնանշում է վարչապետը, համեմատվելով Էստոնիայի հետ, սկսեն լուծումներ ստանալ։ Եվ դա հնարավոր է, դրա համար պետք է մի քանի տարի ժամանակ ընդամենը, որը մենք ունենք, դեռ ունենք։ Այսպեսին էր այսօրվա մանրամասները, դες էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։